Պարոն Ղազիմյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել է, որ Հայաստան էլեկտրական ցանցերը պետականացվելու է եւ տրվելու է կառավարման մասնավորի կողմից։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Մեկնաբանում եմ նախ առաջինը, որ դեռևս արբիտրաժի որոշումը չկա մեկ, երկրորդը Արաքելյանի վարչական դատարանը մեր հայցը մասնակի էր բավարարել 7 կետից 4.5-ը բավարարել էր։ Հիմա վերաքննիչում է գտնվում, նախ հարց թե ինչ են անելու, եթե այդ դատարանները իօքուտ տաշիր կապիտալի որոշում կայացնի, եւ երկրորդը մենք շատ վատ փորձ ունենք կապված հավատարմագրային կառավարման տալու հետ, օրինակ Վերուլա ջուրը տրված հավատարմագրային կառավարման եւ անգամ կառավարությունը ընդունում է, որ խնդիրները ներդրում չանելուց է, իսկ ներդրում պետք է անի պետությունը։ Հիմա նախ պետք է պարզել, թե այդ կազմակերպությունը ինչքանով է վերցնելու եւ տարեկան մոտարապես 45-50 միլիարդ ներդրումային ծրագիրով է իրականացնելու։ Ենթադրում եմ, որ այդ ընկերությունը չի իրականացնի, որովհետեւ իր սեփական է, չի պետք է վերջը շահույթ ունենա։ Պետությունն էլ չունի այդ հնարավորությունները իրականացնելու եւ երկրորդ տարբերակը արդյոք կա, այսպես հարց իրենց, կա այն միջազգային ընկերությունը, որը պատրաստ է դեռևս վեճի փուլում գտնվող ընկերությունը, այսինքն ոչ, հա, թղթով գերակաշարեն ճանաչում պետականացնում են, այս նույն թեմայից է ինչ որ ես ասում էի։ Խլում եք, որովհետև ազգային ժողովը ձերն է, այս ձերն է, այս ձերն է, բայց արդյոք հեղինակավոր միջազգային կազմակերպություն գտնվի, որը այս փուլում կհամաձայնի դա ձեռք բերի, կամ վերցնի կառավարման։ Միակ տարբերակը ես կարծում եմ կամ մեր երկու մեղմ ասած ոչ բարեկամ պետություններից կամ այլ պետությունում գրանցված, բայց այդ երկու պետությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպություն կարող է լինել։ Կապիտալ ինչքան է գնահատել։ Կներեք, որ Թուրքիային նկատի ունի։ Թուրքիա, Ադրբեջան։ Ճիշտն ասած, նախորդ գնահատում բանակցությունների փուլի գնահատումը կա դուք գիտեք, այս նորը ես չգիտեմ։ Դեռևս ներողություն ասեմ, դեռևս գնահատման պետք է տրվի։ Հիշում եք, ես դեռևս 1 տարի առաջ ասում եմ, որ մենք պնդում ենք, որպեսզի դա տրվի միջազգային հեղինակություն ունեցող ինչ որ կազմակերպության գնահատման, որովհետև իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում չկա այդ մասշտաբի ընկերության գնահատող կազմակերպություն։ Եթե պետք է գտնեն մեկին ճնշելով իրենց ուզես թիվը ստանան, դա շատ հանգիստ կարող են անել, բայց եթե դա չարեցին, դա եւս մեկ կասկած է ունենալու այդ գործարքի մեջ ամբողջ իր ընթացքում։ Ժամանակավոր կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանն ասում է Կարապետյանները մեր հետ կապի դուրս չեն գալիս, խորհրդի նիստերին չեն մասնակցում, տարածքային կառավարման նախարարությունում 6 քննարկում էր հանրային, ներկա չեն գտնվել, որևէ ձևով կապի դուրս չեն գալիս։ Ինչի՞ չեք խոսում, ինչի՞ չեք ասում ձեր դիրքորոշումը, թեկուզ խլելու հետ կապված դուք պնդում եք, որ խլում են։ Ասեմ, նորից մնալով բարեկրթության պայմանավորվածության սահմաններում ոնց են ասում, մի ասեք սուտ են խոսում, ասեք ճիշտ չեն խոսում։ Հիմա 14 րոպեանոց հանրային լսումների ժամանակ մեզ չեն հրավիրել։ Միշտ եղել է այսպիսի պրակտիկա գրավոր ծանուցել։ Այս պարագայում տնօրենների խորհուրդը սեփականատերը չի ծանուցել։ Իրենք ասում են կայքում դրել են իմանայիք։ Երկրորդը քաղաքացիները ներկա չեն եղել, չնայած այնտեղ նշվել է, եթե իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ առումով են նշել, որ ներկա են եղել նաև քաղաքացիներ, իրավական առումով ճիշտ են։ Երրորդը, եթե ի սկզբանե 1 տարվա ընթացքում այդ գործընթացը սկսում են ազատել աշխատանքից 30, 40, անգամ 50 տարվա պրոֆեսիոնալների եւ բերում են իրենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության մարդկանց, որոնք չեն հաջողել ինչ-որ ընտրություններում կամ մնացածը։ Եթե սկսում են կեղծ, ստահոդ, զրպարտիչ տեղեկություններ տարածել մեր ղեկավարի նկատմամբ, այսինքն այստեղ գործընկերային հարաբերությունների պահպանելու նորից գնդակի իրենց դաշտում է։ Իրենք գնացին հակառակ ճանապարհով։ Ինչ վերաբերում է 2 օր առաջվա հայտարարությանը, որ չեմ սխալվում 260 միլիոն, հա, այդ տնօրենների խորհրդի աշխատանք։ Ախր մենք այստեղ ես օրինակ այստեղ պետք է սովորեմ մի բան։
Միշտ ինձ իմ ծնողները սովորեցրել են։ Մի անգամ կարող է չլսես կամ չպատկերացնես, երկրորդից ավելը, որ ասում են ինչ-որ բան, չհասկանալը խնդիր է։ Ինչ որ մենք մի տարի ասում էինք, որ տոկոսները վճարում է Կարապետյանը իր գրպանից, վերջում հանձնաժողովի նախագահ ընդունեց, հիմա նույնն է։ Տնօրենների խորհրդի աշխատավարձը վճարում է Սամվել Կարապետյանը։ Որևէ ձևով սակագնի մեջ չի մտնում, դա նույն բանն է, որ կանխի քանի տա այդ մարդուն։ Բացարձակ։ Այսինքն ստեղ եւս մանիպուլյացիա է։ Այս ամեն ինչը համադրելով կարող եք բացատրել Նարեկ Կարապետյան ինչ խոսի։ Եվ վերջին հաշվով Նարեկ Կարապետյանը, չէ, ես առաջովանց ասել եմ, ուժեղ եք, ճիշտ եք, մեզ հանցագործեք, ասում եք բանավեճի։ Մի տարի է գալիս եմ։ Պարոն Ղազինյան, այդ բանը Բոլոր ընդդիմերը խուսափում են։ Հիմա այս բաների մեջ ոչ մեկ կա, ոչ սիվիկ կա։ Մի տարի նույն վիճակն է, չգիտեմ, այդ իրանց հարցերը կարդ։ Պարոն Ղազինյան, այդ դրվագը, որ խնդրեմ կմանրամասնեք, որ ասում եք պարոն Կարապետյանն էր աշխատավարձը տալիս, այսինքն դա մուտք էր լինում ընկերության հաշիվ։ Չէ, իր շահույթի հաշվին, վերջին հաշվով, ժողովուրդ, ինքը Օրինական չի, դա ենք ուզում հասկանալ։ Ինչո՞վ։ Կարար քեշ գրպանի Չէ, ասում եմ դա նույն բանն է։ Այսինքն ես չեմ ասում արել է այդպիսի բան կամ պետք է աներ։ Նկատի ունեմ դա, տեսեք, հեծի օրինակ իմ աշխատավարձը որպես գլխավոր տնօրեն կամ այսօր ինչ որ ստանում է այդ կառավարիչը։ Այո, դա սակագնի մեջ է։ Այն գումարը որ մենք վճարում ենք այդ սակագնի մեջ մտած է։ Տնօրենների խորհրդի աշխատավարձը մտած չի սակագնի մեջ։ Նկատի ունեմ բեռը չի հանդիսանում մեր բոլորի հոսանքի վարձը։ Ինչ կան տնօրենի աշխատավարձը։ Գլխավոր։ Այո։ Եթե չեմ սխալվում, Եթե չեմ հայտարարել են սխալվում, ո՞րն է, դուք Ես չեմ ստացել, չէ։ Ես եղել եմ իրացման տնօրեն գլխավոր տնօրենի տեղակալ, հունիսի 23-ը, եթե չեմ սխալվում, մեկ ամսով եղել եմ ժամանակավոր պաշտոնակատար։ Ես այդ աշխատավարձը չեմ ստացել։ Կառավարիչը ստանում է ստաբիլ, հարցրեք թողես։ Դե մենք հաշվել Բայց 5 միլիոնի շրջանակներում։ Լիպարիտ Դրմեյանին դուք եք գործուղել կառավարություն։ Դուք կանխագուշակել էիք տարիներ առաջ, որ պիտի նման գործընթաց սկսվի, Լիպարիտ Դրմեյանին էլ գործուղել էիք կառավարություն։ Խելագարության կանխավարկածով առաջնորդվենք, ծննդատանը որ ծնվում էր, մենք արդեն այդտեղ էինք, էլի։ Չէ, իսկ երբ որ արդեն այս թեմաները Դե բացվեց։ լավ, այսինքն ներողություն եմ խնդրում, ստացվում է, որ իշխանության համար, ով որ որոշում է արտահայտել օրինական կարծիք, որը հակասում է կառավարության ղեկավարի կարծիքին, համարվում է տրոյական ձի եւ երկրորդը։ Այստեղ շատ լուրջ խնդրեմ կա, ժողովուրդ։ Այսինքն կա անձ Հայաստանի Հանրապետությունում, որը օֆիցիալ, այսպես բոլորի աչքի առաջ հայտարարում է, որ ինքը օրենքից վեր է։ Մարդը ասում է, ես օրինական, այսպես հղումներ անելով օրենսդրական կարգավորումներին տվել եմ հանձնաժողովի նախագահի դիումինի պատասխան կարծիք, որ օրինակ հանձնաժողովի նախագահը գրել է վերջին հաշվով խելոք բան արել։ Իր այսպես ասած վրա չմնալու համար գրել է կառավարության, ասում է, այս դեպքերում ինչ անեմ։ Պարոն Ղազինյան։ Իսկ կներեք, հիմա ինքը տվել է ինչ պետք է արվի ըստ մեր եւ այդ համաձայնագրի, որ մենք միացել ենք համաձայնագրին։ Հիմա մարդը ասում է, չէ, իմ կարծիքին հակառակը կապ չունի օրինական։ Իհարկե կներեք, էլի չէի կարող, ավելի վաղ պարոն Դրմեյանի հետ պայմանավորվել կամ ինչպես գործընկերս է ասում գործուղել, բայց ընթացքում արդեն որ թեման առաջ եկավ, փորձեցիք իր հետ ինչ-որ ճանապարհներով Բացարձակ, սենց ասեմ ձեզ։ պայմանավորվածություններ ձեռք բերել, թե ոչ։ Բացարձակ, նախ ասեմ, որ Երևան քաղաքը շատ փոքր է, ես Լիպարիտ Դրմեյանին մեկ անգամ տեսել եմ, եթե չեմ սխալվում, ինչ-որ միջոցառման ժամանակ, դրանից այդ իր դուրս գալուց 1.5-2 ամիս հետո կյանքում առաջի անգամ ազնվորեն համոզված եմ նաև Կարապետյանները, բայց ինչի համար շուտ ճանաչենք, կասեք, այսինքն մենք հիմա այդ նույն ով որ արտահայտում է իր կարծիքից տարբերվող օրինական կարծիք, նշանակում է վաճառված է շակերտների մեջ կամ դե չի լինում, ժողովուրդ։ Բազինյան, բայց նորմալ չի, որ օրինակ բոլորը այդ կարծիքը կիսեն կամ չգիտեմ նույն տեսակ է, որ օրինակ դուք էլ հիմա ազգային ժողովում ներկայացվածություն ունեք, մի խմբակցություն եք եւ ձեր բոլորի գաղափարները, այսպես ասած, մի ուղղությամբ ա գնում, որ դուք նույն ֆրակցիայի մեջ եք։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, բա գործադիր մարդ, կառավարության մարդ, որ ոնց կարին տեսակետը չկիսի ու ասեմ։ Հիմա դու ոնց եք պատկերացնում մեր ֆրակցիան ունենա կտանեք օրինակ Աստված չանի, մեկ, չեմ ուզում։
Չկա այտենց ընդհանրապես որևէ տեսլական կամ որևէ նպատակ կամ ապագա, ամեն դեպքում իմ անձը մի գերագնահատեք։ Եվ երկրորդը կրկնում եմ, հիմա պատկերացրեք, մեր ֆրակցիայում կայացնում ենք մի որոշում բոլորով, որը հակաօրինական է։ Այսինքն եթե ես կանգնում եմ ասում եղբայր հակաօրինական է, նախ մեր ֆրակցիան իր ղեկավարով հանդերձ չեն անի հակաօրինական բան, առավել եւս չեն ստիպի թիմից մեկին ոնց ասեմ, իրենց կարծիքին համաձայն լինելու պատճառով գնալ հակաօրինական քայլի։ Մենք գիտեք ինչ ենք, մենք չենք ասում բարոյականով ճիշտը որն է, մենք չենք ասում իմ հետ հարաբերությունը օրինակի համար ունեցեք կամ մյուսի հետ դրա համար այդ կարծիքը արտահայտում, չէ, մենք ասում ենք խոսքը վերաբերվում է օրինական, օրենքի հիման վրա հիմնված կարծիքին։ Օրինակ թիմից տարբեր օրինակ մեկը կարող է քվեարկություն անել, օրինակ ինչ որ նախ Մեկը կարող է ասել, որ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետ դառնալ։ Չէ, դուք նորից գնում եք քաղաքականի վրա։ Ես նորից եմ ասում, եթե այդ մարդը մտել է քաղաքական թիմ, եթե այդ մարդը մեր գաղափարներին, այսինքն իմացել է, չէ՞, սկզբից որ Սամվել Կարապետյանը բարերարա, ոչ թե իրենց ասած ինչ որ չեմ էլ ուզում բարձրաձայնեմ։ Նարեկ ջան, խոսքս նորից եմ կրկնում, վերաբերվում է այն ճանապարհներին, որտեղ կա օրենքին հակաօրինական օրենքի մասին է խոսքը։ Փազինյան, պարզապես Նիկոլ Փաշինյանն էլ օրինակ մեծ լրագրողներից մեղադրում էր նրանում, ասում հիմա Լիպարի Դրմյանին որ խանել են, միջազգային ատյաններում ամեն ինչ նորմալ, ասում բա ինչի՞ չեք լուսաբանում, որ ջախջախվել են։ Ով։ Դուք։ Թուղթ ուզեք մի հատ։ Հերիք չես։ Արբիտրաժում ջախջախվել։ Ես էլ ասում եմ ջախջախել ենք։ Հիմա ինձ կհարցնեք, չէ, ինչի իման վրա եք ասում ջախջախել ենք։ Բայց այդ դեպքում համոզված եմ բոլորդ էլ խիզախ եք եւ տեսնում եմ ձեր գործունեությունը, բայց օրինակ, ասենց մի նեղացեք, բայց պատկերացրեք, ոչ եմ ասելու, այնտեղ վախենում եք նրան հարցնեք, իհարկե ոչ։ Ասեք լավ, թուղթ ուրա որ ջախջախելը չեմ պատկերացնում, արբիտրաժը այսպես մուրճը խփի ասի համարեք, որ տաշիր կապիտալը ջախջախվեց, չէ՞, չի լինում այդպեսի բան։ Վերջը որոշում ա լինում, ուր է այդ որոշումը։ Անը Բերեք խոսքից գործի անցնենք, էլի։ Պարոն Ղազանյան, ինչու եք տարիներ շարունակ, հեծը ինչու է տարիներ շարունակ գնել ապրանքներ, պահեստավորել, որոնք բանի պետք չեն։ Ռոմանոս Պետրոսյանն ասում, դրանք բոլորը դուրս են գրել, վաճառել են, գումարը բան են բյուջե ենք մուտք արել, հետի ասում կար լիքը գնված բաներ, ընդ որում տաշիրի ընկերություններից գնված, որոնք այդքան էլ հեծի կարիքների համար պիտանի չեն։ Նախ առաջինը պահանջում եմ, որպեսզի այդ ապրանքատեսականին հրապարակվի։ Երկրորդը կարող եմ ունենալ հիմնավոր կասկած, որ դա մտածածին է մի պարզ պատճառով։ Երբ որ վարչական դատարանը ասում էր ընդունման հանձնման ակտ չկա, այսինքն ելակետը չկա, որտեղից պետք է համեմատություն արվի։ Իսկ ով ասում է այդ ապրանքները տեղ են։ Եվ երրորդ ամենակարևոր հանգամանքը ընդհանրապես հեծը ունենում է ապրանքների տեսակներ, որոնք ուզես չուզես պետք է ունենաս, դա կարող է մի քանի տարի, 5 տարի, 10 տարի պետք չգա։ Դրան իապացույց ձեզ մատնանշեմ Երևանու դեպքերը, անցած տարվա վերջի։ Ինչ էր եղել, տրանսֆորմատորը այրվել էր, ենթակայան տրանսֆորմատորը ենթակայանը մեծ։ Եվ չունեին իրենք այդ բաները։ Չէին պահեստավորել։ Ինչ արեցին։ Այդտեղ նաև կարծում եմ ծուղակ կար մեր համար, ընդհանրապես պարոն Կարապետյանը ունենալով հանդերձ տրամադրեց։ Ինչ վերաբերում է ինչու են կարել մեզ այդ փոխկապակցված, ժողովուրդ գիտեք, երբ որ տնտեսություն է զարգացում, արտադրություն է հիմնում, այդ գործարանները, եթե ցանկություն ունենաք, սիրով ձեզ կուղեկցեն, կտեսնեք ինչ գործարանների մասին է խոսքը, մալուխի, տրանսֆորմատորի։ Այսինքն այստեղ մեզ մեղադրում են մի քանի կամ որոշ դեպքում տասնյակ միլիոններ ներդրում անելու համար եւ աշխատատեղ ստեղծելու համար։ Այսինքն պատկերացիք, չէ, բերել է։ Չէ, թանկով տաշիր ընկերություններից առել եք բաներ, դա է իրենց։ Այդտեղ եւս մի խնդիր կա։ Երբ որ իրենք ասում են թանկով, գիտեք ինչ ասեմ, հիմա դուք հակել եք ինչ որ մի շոր, որը իմինից թանկ է։ Հիմա այստեղ դնել համեմատել ասել ես ես ասեմ ինչ եք թանկ արել, պետք է ասեք լավն է, չէ՞ որ թանկ է։ Նորից կրկնում եմ, իրենք չինական ու չեմ ուզում այդ պետության անունտամ, որտեղ նույն չինականից կա շատ լավը եւ կա ավելի վատը։ Թող տան որ ապրանքն են առնում իր գործարանով, արտադրած երկրով եւ այլն, այստեղ այդ գնահատումը շատ սխալ է։ Իսկ որ ասում են Լևի լույս եք տվել, հարուստները երբեք գումար չեն վճարել, կարմիր արյուն են, կապույտ արյուն են ունեցել։ Ռոմանոս Պետրոսյանը անդադար կրկնել է, որ հարուստները մշտապես Լևի լույս են ունեցել, Տաշիր գրուպը երբեք դաչաներին լույսը Լևի է եղել հարուստների դաչաներում։ Դրանց ո՞նց եք դուք արձագանքում։ Երբևիցե նման բան արել է։
Ռոմանոս Ես- Պետրոսյանը մի քանի Ես ճիշտն ասած դա առաջ անգամ եմ լսում, բայց այստեղ կա մի բան։ Պատկերացնում եք մի հատ իրավիճակ, որի մեջ շատ կոպիտ բարեկրթությունը դնեմ մի կողմ, կոպիտ պատասխանեմ ու ոնց որ ստեղ ասում, ասեն դե քաղաքական գնահատական ենք տալիս։ Ամենայն պատասխանատվություն։ Մի անգամ եթե չեմ սխալվում, այստեղ նստած է այդ падգամավորը իրանց հայտարարեց, որ տասնյակ մարդիկ Գյումրիի հետ կապված, որի բան ա եղել, ասում եմ ապացույց, միջև այսօր չկա։ Նորից կրկնում եմ, ժողովուրդ ջան, բերեք մի քիչ մշակույթ փոխենք։ Այդ խոսքի հետ խնդրում եմ ձեզ թախանձագին արգելի լրագրողներ, ներողություն։ Երբ որ ասում են կապուտ անունը հարուստն ու դա չեն, ասես անուն ազգանուն կտաս։ Ընդհանրապես ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետությունում, այո, եղել են գողություններ, այո, պայքարել ենք, հազարավոր կարող եմ ասել ակտեր են գրել մեծ գումարներով, բայց ես որպես իրացման տնօրեն ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, չի եղել որևէ ձեր ասած հարուստ, պաշտոնավոր կամ ինչ-որ արտոնյալ մարդ։ Պարոն Ղազարյան, կներեք, դեպքում այդ միացումների գները ինչի հաշվին կարողացան իրենք 50 քանի հազարով էժանացնել։ Ասեմ։ Այսինքն կար հնարավորություն, Ասեմ ձեզ, իսկ ձեզ հետաքրքիր ով է դա թանկացրել։ ձեր օրոք չի եղել։ Չէ, օրոք ինչ կապ ունի, ով է թանկացրել։ Հանձնաժողովը։ Հիմա նույն հանձնաժողովին մի հատ հարցում ուղարկեք, ասեք հարգելի հանձնաժողով, ինչի ես ուղարկել, բացատրեմ ձեզ։ Երբ որ ժամանակին այդ նոր միացումները ավելի էժան էին եւ քիչ էին, մենք ինչ էինք անում, մենք ներդրումը կատարում ենք տասնյակ տարիների ընթացքում տոկոս էինք ստանում, այսպես ասած հետ վերադարձը։ Այս շինարարական բումի պատճառով մոտավորապես 15-ից 20 անգամ շատացավ ներդրումների կարիքը։ Մենք ասացինք, որ չունենք այդ գումարը այս պահին։ Հանձնաժողով դու որպես պետական մարմին լուծի հարցը։ Հիմա հանձնաժողով ուներ մի քանի տարբերակ, կամ ընդհանուր ժողովրդի մարզակագինը թանկացներ, կամ ինչ որ մի բլոկի օրինակ հանրային սեկտորի մարդ թանկացներ, կամ էլ նոր միացումները թանկացներ։ Ինքը ընտրեց քաղաքական, նախընտրական այսպես միջավայրի համար իրանց համար առավել նպաստավոր տարբերակը վերցրեց թանկացրեց այդ բանը, այսպես ասած նոր միացումը։ Հիմա եկավ դրանից դիվիդենդ քաղելու ժամանակ, ինքն էլ վերցրեց իջացրեց, ընդամենը։ Գիտեք ինչի համար, որովհետև երբ որ մենք 45-ից 50 միլիարդ ներդրումային ծրագիր ունենք ու անում ենք 90 եւ 95%, իրանք կեսը չեն անում, այդ գումարը տեից է